Անտուան դը Սենտ-Էքզյուպերի Փոքրիկ իշխանը Երբ ես 6 տարեկան էի, ճշմարտացի պատմություններ խորագրով մի գրքում, ուր պատմվում էր կուսական անտառների մասին, մի զարմանալի նկար տեսա։ Նկարում հսկայական վիշապոցը մի գիշատիչ գազան էր կուլ տալիս։ Ահա թե ինչպիսին էր այդ նկարը։ Գրքում ասվում էր, որ վիշապոցը իր զոհին կուլ է տալիս առանց ծամելու, ողջ։ Դրանից հետո նա այլևս չի կարողանում շարժվել և կես տարի անընդհատ քնում է, մինչև որ մարսում է կերածը։ Ես շատ խորհեցի ջունգլիների արկածներով լի կյանքի մասին և գունավոր մատիտներով նկարեցի իմ առաջին ստեղծագործությունը։ Դա իմ համար առաջին նկարն էր։ Ահա թե ինչպիսին էի նկարել։ Ես իմ առաջին ստեղծագործությունը ցույց տվեցի մեծահասակներին և հարցրի. «Սարսափելի չէ՞ արդյոք»։ «Միթե գլխարկը սարսափելի է», առարկեցին նրանք, իսկ դա ամենևին էլ գլխարկ չէր, այլ մի վիշապոց, որը փիղ էր կուլ տվել։ Ստիպված վիշապոցը նկարեցի ներսի կողմից, որպեսզի մեծահասակներին հասկանալի լինի։ Ախր նրանց ամեն բան պետք է բացատրել։ Ահա և իմ համար երկրորդ նկարը։ Մեծահասակները ինձ խորհուրդ տվեցին չնկարել ոչ դրսի և ոչ էլ ներսի կողմից, այլ հետաքրքրվել աշխարհագրությամբ, պատմությամբ, թվաբանությամբ և ուղղագրությամբ։ Ահա թե ինչպես պատահեց, որ ես 6 տարեկան հասակում հրաժարվեցի նկարչի փայլուն ապագայից։ Եվ այսպես, ես ստիպված էի ուրիշ մասնագիտություն ընտրել և սովորեցի ինքնաթիռ վարել։ Երկրի վրա համարյա ամեն տեղ թռել եմ ինքնաթիռով։ Իմ ամբողջ կյանքի ընթացքում ես բազմաթիվ լուրջ մարդկանց հանդիպեցի։ Երբ հանդիպում էի մեկին, որ մյուսների համեմատ ինձ ավելի խելացի էր թվում, նրան փորձում էի իմ առաջին նկարով։ Բայց միշտ նույն պատասխանն էի ստանում. գլխարկ է, դա գլխարկ է։ Եվ ես այլևս նրանց մոտ չէի խոսում ոչ վիշապոցերի, ոչ ջունգլիների և ոչ էլ աստղերի մասին։ Այսպես ես ապրում էի մենության մեջ և մեկը չկար, որ հետը սրտանց խոսեի։ Եվ ահա 6 տարի առաջ հարկադրված վայրէջք կատարեցի Սահարայում։ Ինքնաթիռի շարժիչի մեջ ինչ-որ բան էր ջարդվել։ Շատ դժվար գործ էր։ Ես պետք է շարժիչը կարգի գցեի։ Եվ այսպես, առաջին գիշերը քնեցի ավազի վրա, անապատում։ Պատկերացրեք զարմանքս, երբ լուսաբացին ինձ արթնացրեց ինչ-որ մեկի բարակ ձայնը։ Ինձ համար մի գառնուկ նկարիր, խնդրում եմ։ Ինչ։ Գառնուկ նկարիր ինձ համար։ Ինչ։ Բայց եւ այնպես, ինչ ես անում դու այստեղ։ Խնդրում եմ, գառնուկ նկարիր։ Բայց ես նկարել չգիտեմ։ Միևնույն է, մի գառնուկ նկարիր։ Ահա։ Ոչ,
Վիշապոցի փորի մեջ փիղ չեմ ուզում։ Շատ վտանգավոր է վիշապոցը, իսկ փիղը վիթխարի է։ Իմ տունը շատ փոքր է։ Ինձ մոտ ամեն բան շատ փոքր է։ Ինձ գառնուկ է պետք։ Գառնուկ նկարիր ինձ համար։ Ոչ, այս մեկը շատ յուտված է։ Տկար, մի ուրիշը նկարիր։ Չէ որ դու էլ ես տեսնում, որ սա գառնուկ չէ, սա մեծ խոյ է, կոտոշներ ունի։ Այս մեկն էլ շատ ծեր է, ինձ մի գառնուկ է պետք, որ երկար ապրի։ Ահա քեզ մի արկղ, մեջ մի այնպիսի գառնուկ է նստած, ինչպիսին որ դու ուզում ես։ Այս սա լավ է։ Ինչ ես կարծում, այս գառնուկին շատ խոտ է պետք։ Ինչու ես հարցնում։ Չէ որ ինձ մոտ ամեն բան փոքր է։ Ինչ էլ լինի, սրան կբավականացնի։ Ես քեզ շատ փոքրիկ գառնուկ եմ տվել։ Այնքան էլ փոքր չէ։ Տես, քնել է։ Սա ինչ բան է։ Սա բան չէ, ինքնաթիռ է։ Այդ ինչպես, դու երկնքից ես ընկել։ Այո։ Ինձ վարճալի է, ուրեմն դու էլ ես երկնքից իջել, որ մոլորակից։ Ուրեմն Դու սրանով շատ հեռվից գալ չէիր կարող։ որտեղից ես դու եկել, փոքրիկս։ Որտեղ է քո տունը եւ ուր ես ուզում տանել գառնուկին։ Շատ լավ եղավ, որ դու ինձ այս արկղը տվեցիր։ Գիշերները գառնուկը արկղում կքնի։ Անշուշտ, դե իհարկե, եւ եթե դու խելացի լինես, ես քեզ պարան կտամ, որ գառնուկին ցերեկները կապես, ցից էլ կտամ։ Կապեն, ինչի համար։ Ախր եթե չկապես, նա կարող է գնալ հեռու եւ կկորչի։ Բայց ուր կարող է նա գնալ։ Ուր ասես, քիչ տեղ կա գնալու, կգնա ուղիղ ուր աչքը կկտրի։ Դա սարսափելի չէ։ Ինձ մոտ տեղը շատ փոքր է։ Այն տեղը, որտեղ ես եմ ապրում, շատ փոքր է։ Ուղիղ գնալով շատ հեռու չի կարող գնալ։ Ասա, ճիշտ է, որ գառնուկները թփեր են ուտում։ Այո, դա ճիշտ է։ Այ դա լավ է։ Ուրեմն նրանք բաբաբներ են ուտում։ Բայց բաոբաբները թփեր չեն, այլ հսկայական ծառեր։ Գառնուկը բաոբաբ չի կարող ուտել։ Բաբաբները մինչև մեծանալը փոքր են լինում։ Դա ճիշտ է, բայց ինչի՞ է պետք, որ քո գառնուկը փոքրիկ բաոբաբ ուտի։ Հասկանում ես, իմ մոլորակի վրա, ինչպես մյուս մոլորակների վրա, աճում են օգտակար եւ վնասակար խոտեր։ Իմ մոլորակի հողը ամբողջովին վնասված է բաոբաբի սերմերով, եւ եթե ժամանակին չճանաչեմ եւ արմատախիլ չանեմ, ամբողջ մոլորակս կգրավեն։ Եվ քանի որ իմ մոլորակի փոքրիկ է, իսկ բաոբաբները շատ, նրանք արմատներով կծածկեն իմ մոլորակը եւ կտոր կանեն։ Եթե գառնուկը թփեր է ուտում, ուրեմն ծաղիկ էլ կուտի։ Գառնուկը ուտում է ամեն բան, ինչ հանդիպում է ճանապարհին։ Նույնիսկ փուշ ունեցող ծաղիկներ։ Այո, նույնիսկ փշոտ ծաղիկներ։ Այդ դեպքում ինչի համար են փշերը։ Ինչի համար են փշերը։ Փշերը ոչ մի բանի էլ պետք չեն։ Ծաղիկները չարությունից են փուշ հանում։ Այ թե ինչ։ Ես քեզ չեմ հավատում։ Ծաղիկները միամիտ են ու բարի, եւ նրանք աշխատում են իրենց քաջ ցույց տալ։ Կարծում են իրենց փշերով կարող են սարսափ առաջացնել եւ բոլորը իրենցից կվախենան։ Իսկ դու կարծում ես թե ծաղիկները։ Չէ, ոչինչ էլ չեմ կարծում։ Ես լուրջ գործով եմ զբաղված, հասկանում ես։ Լուրջ գործ։ Դու մեծահասակների նման ես խոսում։ Ամեն ինչ շփոթում ես։ Ամեն ինչ խառնում ես իրար, ոչինչ չես հասկանում։ Ես մի մոլորակ գիտեմ, որի վրա մի կարմրադեմ պարոն է ապրում։ Նա իր ամբողջ կյանքում ծաղիկից ոչ մի անգամ հոտ չի քաշել, ոչ մի անգամ աստղերին չի նայել, երբեք ոչ մի ոքի չի սիրել եւ երբեք նա ոչինչ չի արել։ Նա միայն մի գործով էր զբաղվում, թվեր էր գումարում եւ առավոտվանից մինչեւ գիշեր մի բան է կրկնում. ես լուրջ մարդ եմ, իսկ իրականում նա մարդ չէ, նա սունկ է։ Ինչ։
Սունկ։ Միլիոնավոր տարիներ ծաղիկների վրա փշեր են աճում եւ միլիոնավոր տարիներ գառնուկները ծաղիկ են ուտում։ Միթե լուրջ գործ չհասկանալը, թե ինչու են նրանք ամբողջ ուժով փուշ աճեցնում, եթե փշերից ոչ մի օգուտ չկա։ Միթե կարևոր չէ, որ գառնուկները ու ծաղիկները կռվում են միմյանց դեմ։ Իսկ միթե դա ավելի լուրջ եւ կարևոր չէ, քան կարմրադեմ հաստափոր պարոնի թվաբանությունը։ Եվ եթե ես աշխարհում միայն մի ծաղիկ գիտեմ, որն աճում է իմ մոլորակի վրա, եւ ուրիշ այդպիսի ծաղիկ ոչ միտեղ չկա, իսկ փոքրիկ գառնուկը մի գեղեցիկ առավոտ հանկարծ կուտի այդ ծաղիկը եւ չի էլ հասկանա, թե ինչ է անում։ Սա քո կարծիքով կարևոր չէ։ Եթե դու մի ծաղիկ ես սիրում, միակը, որը միակն է տիեզերքում միլիոնավոր աստղերից եւ ոչ մեկի վրա չկա, դա արդեն բավական է։ Դու նայում ես երկնքին ու քեզ երջանիկ ես զգում, եւ դու ասում ես քեզ. այնտեղ, ինչ որ միտեղ ապրում է իմ ծաղիկը։ Բայց եթե գառնուկը ծաղիկն ուտի, այդ նույնը կլինի, եթե բոլոր աստղերը միանգամից մարեն, եւ դա քո կարծիքով կարևոր չէ։ Քո սիրած ծաղիկին վտանգ չի սպառնում։ Գառնուկի համար դնչկալ կնկարեմ, ես քո ծաղիկի համար զրահ կնկարեմ։ Շատ շուտով ես ճանաչեցի այդ ծաղիկը։ Փոքրիկ իշխանի մոլորակի վրա մինչև այդ աճում էին սովորական ու համեստ ծաղիկներ, որոնք քիչ թերթեր ունեն, շատ քիչ տեղ են գրավում եւ ոչ ոքի չեն անհանգստացնում։ Նրանք առավոտները բացվում են խոտերի մեջ եւ երեկոները թառամում։ Բայց այս մեկը ծլեց մի սերմից, որը չգիտես թե որտեղից էր ընկել նրա մոլորակի վրա, եւ փոքրիկ իշխանը աչքը չէր կտրում մնացած ծիլերին ու շուղերին, բոլորովին չնմանվող այդ փոքրիկ թփիկից։ Թփիկը շուտով դադարեց բարձրանալ ու նրա վրա կոկոն հայտնվեց։ Ինչ հետաքրքիր է, ես զգում եմ, հրաշք է տեղի ունենալու։ Հազիվ արթնացա, խնդրում եմ, ներեք ինձ, ես դեռ բոլորովին գզգզված եմ։ Ինչքան գեղեցիկ եք դուք։ Ինչ եք ասում, տեսեք, ես ծնվեցի Արեգակի հետ։ Այս ծաղիկը հումեսցում չի տառապում, դա հաստատ է։ Կարծես թե նախաճաշի ժամն է, բարի եղեք, խնդրում եմ, զբաղվեք ինձանով։ Օ, իհարկե, իհարկե։ Թող նույնիսկ վագրեր կան, ես նրանց ճանկերից չեմ վախենում։ Իմ մոլորակի վրա վագրեր չկան, բացի այդ, վագրերը խոտ չեն ուտում։ Ես խոտ չեմ։ Ներեցեք ինձ։ Չէ, վագրը ինձ համար սարսափելի չէ։ Բայց ես շատ եմ վախենում միջանցիկ քամուց։ Դուք շիրմա չունեք։ Բույս է, եւ դեռ միջանցիկ քամուց է վախենում։ Շատ զարմանալի է։ Ինչ ծանր բնավորություն ունի այս ծաղիկը։ Իրիկնամուտին
խնդրում եմ, ինձ ծածկեք։ Շատ ցուրտ է ձեզ մոտ։ Ձեր մոլորակը բոլորովին հարմարավետ չէ։ Այ, որտեղից ես եկել եմ։ Ինչ եղավ Շիրման։ Ես ուզում եի գնել Շիրման բերելու, բայց ոչ չէի կարող ձեզ միջև վերջ չլսել։ Փոքրիկ իշխանը չնայած իր սիրուն, շատ շուտով կասկածանքով համակվեց նրա հանդեպ։ Լուրջ էր ընդունել նրա անիմաստ խոսքերը, որի պատճառով շատ դժբախտ էր զգում իրեն։ Ես պետք է մեկնեմ, դրա համար կարգի կբերեմ այստեղ ամեն ինչ։ Վերջին առավոտը նա սովորականից ավելի եռանդով սկսեց մաքրել ու հավաքել իր մոլորակը։ Խնամքով մաքրեց գործող հրաբուխները։ Նա 2 գործող հրաբուխ ուներ։ Առավոտները շատ հարմար էր նրանց վրա նախաճաշ տաքացնելը։ Բացի այդ, կար նաև հանգած հրաբուխ։ Նա մաքրեց նաև հանգած հրաբուխը։ Փոքրիկ իշխանը տխրությամբ պոկեց նաև բաոբաբի վերջին ծիլերը։ Վերջին անգամ ջրեց սքանչելի ծաղիկն ու պատրաստում էր ապակիով ծածկել այն։ Նույնիսկ ուզեց լաց լինել։ Մնաք բարով։ Մնաք բարով։ Ես հիմար էի, ներիր ինձ եւ աշխատիր երջանիկ լինել։ Այո, ես սիրում եմ քեզ։ Ես եմ մեղավոր, որ դու չգիտեիր այդ, բայց դա կարևոր էլ չէ։ Ասենք դու էլ ես ինձ նման հիմար։ Աշխատիր երջանիկ լինել։ Թող այդ Շիրման, այդ ինձ այլևս պետք չէ։ Բայց քամին։ Ես հարբուխ չունեմ։ Գիշերային զովը ինձ նույնիսկ օգուտ կտա։ Լավ կազդի վրաս, չէ որ ես ծաղիկ եմ։ Իսկ միջատները, իսկ գազանները։ Դե պետք է մի 2 թրթուր հանդուրժեմ։ Եթե ուզում եմ թիթեռների հետ ծանոթանալ, նրանք պետք է որ շատ լավի կլինեն, թե չէ ով պիտի ինձ այցելի, չէ որ դու հեռվում կլինես։ Իսկ ինչ վերաբերվում է գազաններին, ես չեմ վախենում, ես իմ մագիլներն ունեմ։ Էլ մի ձգձգիր, դա անտանելի է, որոշել ես գնալ, գնա։ Ես ինձ դժբախտ էի զգում։ Ես անխոս ծռայում էի նրան, բայց նրա դատարկ խոսքերը նեղացնում էին ինձ։ Ես իզուր էի նրան լսում, երբեք չպետք է լսել, թե ինչ են ասում ծաղիկները։ Հարկավոր է նայել նրանց և շնչել նրանց բույրը։ Իմ ծաղիկն իր բուրմունքով լցել էր իմ ամբողջ մոլորակը, իսկ ես չկարողացա դրա համար ուրախանալ։ Ես այն ժամանակ ոչինչ չէի հասկանում։ Հարկավոր է ոչ թե խոսքերով, այլ գործերով դատել։ Նա ինձ էր նվիրում իր ամբողջ բուրմունքը, լուսավորում էր իմ կյանքը։ Ես չպետք է փախչեի։ Նրա խղճուկ խորամանկությունների տակ ես պետք է քնքշություն տեսնեի, բայց ես շատ ջահել էի այն ժամանակ և դեռ սիրել չգիտեի։ Փոքրիկ իշխանը ճամփա ընկավ չվող թռչունների հետ։ Նրա մոլորակին ամենից ավելի մոտ էին 325, 226, 227, 228, 229 և 330 աստղակերպերը։ Եվ նա որոշեց սկզբում անցնել դրանցով։ Պետք է չէ ինչ-որ զբաղմունք գտնել ու նաև ինչ-որ բան սովորել։
Առաջին աստղակերպի վրա ապրում էր մի թագավոր։ Ահա եւ հպատակը։ Այդ ինչպես ճանաչեց։ Չէ՞ որ նա ինձ առաջին անգամ է տեսնում։ Արի մոտիկ, ուզում եմ քեզ լավ տեսնել։ Վարվելակարգը թույլ չի տալիս միապետի ներկայությամբ հորանջել։ Ես քեզ արգելում եմ հորանջել։ Ես չկարողացա ինձ զսպել։ Ես երկար ճանապարհ եմ անցել եւ բոլորովին չեմ քնել։ Որ այդպես է, ես քեզ հրամայում եմ հորանջել։ Ես շատ վաղուց է, որ չեմ տեսել, թե ինչպես են հորանջում։ Ինձ համար դա նույնիսկ հետաքրքիր է։ Այսպես ուրեմն, հորանջիր։ Այդպես է իմ կամքը։ Բայց ես քաշվում եմ։ Ես այլևս չեմ կարող։ Այդ դեպքում ես կարգադրում եմ մերթ հորանջել։ Մերթ։ Կարելի է նստել։ Հրամայում եմ, նստիր։ Ձերդ մեծություն, կարող եմ մի հարց տալ։ Հրամայում եմ, հարցրու։ Ձերդ մեծություն, դուք ինչ եք կառավարում։ Ամեն ինչ։ Ամեն ինչ։ Եվ այս բոլորը դուք եք կառավարում։ Այո, Եվ աստղերը ձեզ ենթարկվում են։ դե իհարկե, աստղերը անմիջապես ենթարկվում են։ Ես անհնազանդություն չեմ հանդուրժում։ Այ եթե ես նման հզորություն ունենայի, այն ժամանակ ոչ թե 44, այլ 72, նույնիսկ 100 անգամ կդիտեի վերջալույսը, եւ այն էլ առանց աթոռը ստեղից շարժելու։ Ես կուզենայի վերջալույսը տեսնել։ Խնդրում եմ, բարի լինեք հրամայել արևի, որ մայր մտնի։ Եթե ես մի որևէ գեներալի հրամայեմ, որ թիթեռ նման ծաղկից ծաղիկ թռչի, կամ ողբերգություն գրի, կամ էլ ճայ դառնա, իսկ գեներալը հրամանը չկատարի, ով կլինի մեղավորը։ Նա, թե ես։ Դուք ձերդ մեծություն։ Միանգամայն ճիշտ է, ամեն մեկից պետք է խնդրել այն, ինչ նա կարող է տալ։ Իշխանությունը նախ եւ առաջ պետք է խելացի լինի։ Եթե դու քո ժողովրդին հրամայես ծովը նետվել, նա հեղափոխություն կանի։ Ես իրավունք ունեմ հնազանդություն պահանջելու, որովհետեւ իմ հրամանները խելացի են։ Իսկ վերջալույսը։ Վերջալույս էլ կլինի, մի վախենա։ Ես կհրամայեմ, որ արևը մայր մտնի, բայց նախ կսպասեմ, որ դրա համար բարենպաստ պայմաններ լինեն, քանի որ դրանից է երևում, թե որքան է իշխողը իմաստուն։ Բայց ու երբ բարենպաստ պայմաններ կլինեն։ Դա կլինի այսօր, դա կլինի ժամը 7:40 րոպեին։ Այդ ժամանակ դու կտեսնես, թե որքան ճշգրիտ են կատարվում իմ հրամանները։ Իմ գնալու ժամանակն է, այլևս անելիք չունեմ ես այստեղ։ Մնա, ես քեզ նախարար կնշանակեմ։ Ինչի նախարար։ Ասենք արդարադատության։ Չէ՞ որ այստեղ մարդ չկա, որ դատեմ։ Ով գիտե, ես դեռ իմ ամբողջ թագավորությունը լավ չեմ ստուգել։ Ես շատ ծեր եմ, տեղս էլ փոքր է, կարգ պահելու համար, իսկ ոտքով քայլելը շատ է հոգնեցնում։ Բայց ես արդեն նայեցի, այստեղ նույնիսկ ոչ ոք չկա։ Այդ դեպքում ինքդ քեզ դատիր։ Դա ամենադժվար բանն է, իրեն դատելը ուրիշների դատելուց դժվար է։ Եթե դու կարողանաս ինքդ քեզ ճիշտ դատել, նշանակում է հիրավի իմաստուն ես։ Ես ինձ, որտեղ ասես, կարող եմ դատել։ Դրա համար շարժ է, որ ապրեմ այստեղ։ Ինձ թվում է, թե իմ մոլորակի վրա ինչ-որ միտեղ պառավ առնետ է ապրում։ Գիշերները ես լսում եմ, թե նա ինչպես է ճանկռոտում։ Դու
Դու կարող էիր այդ պառավարնետին դատել։ Մեկ-մեկ դու նրան մահվան դատապարտիր։ Նրա կյանքը քեզանից կլինի կախված։ Իսկ հետո պետք է նրան ամեն անգամ ներում շնորհել։ Պետք է խնայել պառավարնետին, չէ՞ որ նա միակն է մեզ մոտ։ Ես չեմ սիրում մահվան դատավճիռ արձակել եւ ընդհանրապես իմ գնալու ժամանակն է։ Չէ, ժամանակը չէ։ Եթե ձեր այդ մեծությունը ուզում է, որ իր հրամանները կատարվեն, պետք է ողջամիտ հրամաններ տա։ Օրինակ, դուք կարող եք ինձ հրամայել անհապաղ ճանապարհ ընկնել։ Ինձ թվում է դրա համար հիմա շատ բարենպաստ ժամանակ է։ Քեզ դեսպան եմ նշանակում։ Դեսպան եմ նշանակում։ Լսում ես, դեսպան եմ նշանակում։ Օրինակ մարդիկ են այս մեծահասակները։ Ահա եւ երկրպագու հայտնվեց։ Բարի օր։ Ինչ հետաքրքիր գլխարկ ունեք։ Սա նրա համար է, որ գլուխ տամ։ Ողջունելու համար է։ Ողջունում եմ, երբ ինձ ծափահարում են։ Դժբախտաբար այստեղ ոչ ոք չի գալիս։ Ահա թե ինչ։ Այստեղ ավելի ուրախ է, քան ձեր թագավորի մոտ։ Դու իսկապես իմ խանդավառ երկրպագուն ես։ Իսկ ինչպես են երկրպագում։ Երկրպագել, հիանալ, նշանակում է ընդունել, որ այս մոլորակի վրա ես ամենագեղեցիկն եմ, ամենից շքեղը, հարուստը եւ ամենից խելոքը։ Բայց չէ՞ որ քո մոլորակի վրա ուրիշ մարդ չկա։ Հիացիր ինձանով։ Խնդրում եմ, հաճույք պատճառիր ինձ։ Ամենայն դեպս հիացիր ինձանով։ Ինչ ասեմ։ Ես հիանում եմ, բայց միթե դա քեզ ուրախություն է պատճառում։ Իսկապես, որ մեծահասակները շատ տարօրինակ մարդիկ են։
շատ է լիքը եւ դատարկ չէ։ Այստեղ ամեն ինչ լողում է։ Մեկը դառնում է 2, 2-ը 4։ Ինչ ես անում։ Խմում եմ։ Ինչու։ Որպեսզի մոռանամ։ Ինչ մոռանաս։ Ուզում եմ մոռանամ, որ ամոթ է, մոռանամ, որ ամաչում եմ։ Իսկ ինչու է ամոթ։ Ինչից ես ամաչում։ Ամոթ է, որ խմում եմ, խմելուց եմ ամաչում։ Այո, անկասկած, մեծահասակները շատ տարօրինակ մարդիկ են։ Բարի օր, ձեր ծխախոտը հնկել եմ։ 3-ին գումարած 2, 5, 5-ին գումարած 7, 12, բարի օր, 15-ին 7 էլ 22, 22 6 էլ հավասար է 28-ի, ժամանակ չունեմ լուցկի վառելու, 26-ին գումարած 5 հավասար է 31-ի, ուֆ, այսպիսով ընդամենը 500 միլիոն 622 731 500 միլիոն ինչ։ Ինչ, դու այստեղ ես, 500 միլիոն արդեն չեմ հիշում ինչ, թե ինչ, ես այնքան գործ ունեմ, ես լուրջ մարդ եմ, շաղակրատելու ժամանակ չունեմ, 2 5 էլ 7 500 միլիոն ինչ։ Արդեն 54 տարի է, ինչ ես ապրում եմ այս մոլորակի վրա, և այդ ընթացքում ինձ միայն 3 անգամ են խանգարել։ Առաջին անգամ 22 տարի սրանից առաջ, չգիտես որտեղից հայտնվեց մի մայիսյան բզեզ, նա սարսափելի աղմուկ բարձրացրեց, և ես գումարման ժամանակ 4 սխալ արեցի։ Երկրորդ անգամ 11 տարի առաջ, ռևմատիզմի նոպա ունեցա նստակյաց կյանքից։ Ես ման գալու ժամանակ չունեմ, ես լուրջ մարդ եմ, երրորդ անգամ, ահա սա, այսպես ուրեմն, 500 միլիոն։ Միլիոն ինչ։ 500 միլիոն են բաներից, որ օդում մեկ-մեկ երևում են։ Դրանք ինչ են, ճանճեր։ Դե չէ, փոքրիկ, փայլուն բաներ են։ Մեղուներ։ Չէ, այսպիսի փոքրիկ բաներ են, ոսկեգույն, ամեն մի ծույլ մարդ հենց նայում է դրանց, սկսում է երազել։ Ես լուրջ մարդ եմ, ես երազելու ժամանակ չունեմ։ Հա, ասպղե։
Այո, աստղեր։ 500 միլիոն աստղ։ Իսկ ինչ ես անում այդ աստղերը։ 501 միլիոն 622,731։ Ես լուրջ մարդ եմ, ես սիրում եմ, որ ամեն ինչ ճշգրիտ լինի։ Ինչ ես անում դու այդ բոլոր աստղերը։ Ինչ եմ անում։ Այո, Ոչինչ էլ չեմ անում, ես տիրում եմ դրանց։ տիրում ես աստղերի։ Այո, Բայց ես արդեն մի թագավոր եմ տեսել, որը թագավորները ոչինչի չեն տիրում, նրանք միայն կառավարում են։ Դա բոլորովին այլ բան է։ իսկ ինչի համար են տիրում աստղերին։ Որպեսզի հարուստ լինեմ, որպեսզի ելի նոր աստղեր առնեմ, եթե որևէ մեկը նոր աստղեր հայտնաբերի։ Սա իսկ եւ իսկ այն հարբեցողի նմանն է դատում։ Իսկ աստղերին ինչպես են տիրում։ Աստղերն ումն են։ Չգիտեմ, ոչ մեկին էլ չէ։ Ուրեմն իմն են, որովհետև ես առաջինն եմ այդ բանը մտածել։ Եվ դա բավական է։ Դե իհարկե, եթե դու ալմաստ ես գտնում, որը տեր չունի, ուրեմն քոնն է։ Եթե դու մի կղզի ես գտնում, որը տեր չունի, ուրեմն քոնն է։ Եթե առաջին անգամ քո գլխում մի միտք է ծագել, դու նրա համար պատենտ ես վերցրել, եւ այն քոնն է։ Ես աստղերին տիրում եմ, որովհետև ինձ այնց առաջ ոչ ոք գլխի չի ընկել, որ կարելի է նրանց տիրել։ Այ դա ճիշտ է։ Եվ ինչ պիտի անես դու այդ աստղերը։ Ինչ ուզենամ կանեմ, հաշվում եմ ու էլի կհաշվեմ, դա շատ դժվար բան է, բայց ես լուրջ մարդ եմ։ Եթե ես մետաքսեցած կինակ ունենամ, կարող եմ կապել վզիս եւ հետս տանել։ Եթե ես մի ծաղիկ ունեմ, կարող եմ պոկել եւ հետս տանել, բայց չէ որ դու չես կարող աստղերը տանել։ Չեմ կարող, բայց ես դրանք կարող եմ բանկ դնել։ Այդ ինչպես։ Շատ պարզ, թղթի վրա գրում եմ, թե որքան աստղ ունեմ, հետո այդ թուղթը դնում եմ մի արկղի մեջ ու բանալիով փակում։ Այդքանը։ Դա բավական է։ Այո, մեծահասակները զարմանալի մարդիկ են։ Գուցե այս մարդն էլ է տարօրինակ, բայց ավելի տարօրինակ չէ, քան թագավորը, փառասերը, գործարարը եւ հարբեցողը։ Նրա աշխատանքի մեջ այնուամենայնիվ իմաստ կա։ Երբ նա վառնում է լապտերը, կարծես մի նոր աստղ կամ ծաղիկ է ծնվում, իսկ երբ հանգցնում է, թվում է թե ծաղիկը կամ աստղը քուն է մտնում։
սքանչելի զբաղմունք է։ Սա իսկապես օգտակար է, որովհետև գեղեցիկ է։ Բարի օր։ Ինչու հենց նոր հանգցրիք լապտերը։ Պայմանն այդպիսին է։ Բարի լույս։ Այդ ինչ պայման է։ Լապտերն հանգցնելու պայմանը։ Բարի երեկո։ Իսկ ինչու դուք նորից վառեցիք լապտերը։ Պայմանն այդպես է։ Չեմ հասկանում։ Հասկանալու բան չկա։ Պայմանը պայման է։ Բարի օր։ Ծանր է իմ արհեստը։ Մի ժամանակ իմաստ ուներ այն։ Առավոտները ես հանգցնում էի, իսկ երեկոները վառում։ Ես մի ամբողջ օր ունենում էի հանգստանալու եւ մի ամբողջ գիշեր քունս առնելու համար։ Իսկ հետո պայմանը փոխվեց։ Պայմանը չի փոխվել, դժբախտությունն էլ հենց այդ է։ Իմ մոլորակը տարին տարու վրա ավելի արագ է պտտվում, իսկ պայմանը մնում է նույնը։ Իսկ ինչպես պիտի անենք։ Այսպես էլ պիտի անեմ։ Մի րոպեում մոլորակը լրիվ պտույտ է անում, եւ ես շունչ քաշելու համար ոչ մի վայրկյան չունեմ։ Ամեն րոպե լապտերը հանգցնում եմ ու հետո նորից վառում։ Այ քեզ հետաքրքիր բան, ուրեմն քեզ մոտ օրը տևում է միայն մի րոպե։ Ոչ մի հետաքրքիր բան չկա այստեղ։ Արդեն մի ամբողջ ամիս է ինչ ես ու դու խոսում ենք։ Մի ամբողջ ամիս։ Իհարկե, 30 րոպե, 30 օր, բարի երեկո։ Լսիր, ես մի միջոց գիտեմ։ Դու կարող ես հանգստանալ, որքան որ ուզես։ Ես անընդհատ ուզում եմ հանգստանալ։ Քո մոլորակն այնքան փոքր է, որ դու 3 քայլով կարող ես պտտվել նրա շուրջը։ Եվ դու պարզապես պետք է շարժվես այնպիսի արագությամբ, որ միշտ մնաս արևի տակ։ Եվ դու ուզենաս հանգստանալ, պարզապես պետք է գնաս, եւ օրը կերկարի այնքան, որքան դու ուզում ես։ Բայց դրանից ես օգուտ չեմ ստանում։ Աշխարհում ամենից շատ ես սիրում եմ քնել։ Որ այդպես է, վատ են քո գործերը։ Վատ են գործերս։ Բարի օր։ Ահա մի մարդ, որին բոլորը եւ թագավորը, եւ հարբեցողը, եւ գործարարը, եւ փառասները կատեին։ Իսկ իմ կարծիքով այդ բոլորից միայն նա է, որ ծիծաղելի չէ։ Գուցե այն պատճառով, որ միայն իր մասին չի մտածում։ Ահա թե ում հետ կարող եմ ես բարեկամանալ, բայց լապտերավառի մոլորակը շատ փոքրիկ է։ 2 հոգու տեղ չի անի։
Նայեցեք, ահա եւ ճանապարհորդը։ Որտեղից ես գալիս։ Այդ ինչ գիրք է այդքան մեծ։ Ինչ եք անում դուք այստեղ։ Ես աշխարհագրագետ եմ։ Ինչ բան է աշխարհագրագետը։ Դա մի գիտնական է, որը գիտի, թե որտեղ են գտնվում ծովերը, քաղաքները, լեռները ու անապատները։ Ինչ հետաքրքիր է։ Այո, դա իսկական գործ է։ Օհ, իսկ լեռներ կան։ Դա ես չգիտեմ։ Իսկ քաղաքներ, գետեր, անտառներ։ Չգիտեմ։ Բայց չէ՞ որ դուք աշխարհագրագետ եք։ Հենց բանն էլ այդ է, ես աշխարհագրագետ եմ եւ ոչ թե ճանապարհորդ։ Ես ճանապարհորդների խիստ կարիք եմ զգում։ Աշխարհագրագետը շատ կարևոր դեմք է։ Նա թափառելու ժամանակ չունի։ Նա իր առանձնասենյակից դուրս չի գալիս, բայց ընդունում է ճանապարհորդներին եւ նրանց պատմությունները գրի է առնում։ Եվ եթե նրանցից որևէ մեկը ինչ-որ հետաքրքիր բան է պատմում, աշխարհագրագետը ստուգում է, թե կարգին մարդ է այդ ճանապարհորդը։ Իսկ ինչու։ Ախր եթե ճանապարհորդը սկսի փչել, այն ժամանակ աշխարհագրության դասագրքերում ամեն ինչ իրար կխառնվի, եւ եթե մի երկու բաժակ էլ ավել է խմել, էլի վատ է։ Ինչու։ Որովհետև հարբեցողների աչքին ամեն բան զույգ է երևում, եւ այնտեղ, ուր մի սար կա, աշխարհագրագետը երկուսը կնշի։ Ես ճանաչում եմ մի մարդու, որից շատ ված ճանապարհորդ դուրս կգար։ Շատ հավանական է, ուրեմն այսպես, եթե պարզվում է, որ ճանապարհորդը կարգին մարդ է, այն ժամանակ ստուգում են նրա հայտնագործությունը։ Ինչպես են ստուգում։ Դա շատ բարդ է։ Ուղղակի պահանջում են, որ ճանապարհորդը ապացույցներ ներկայացնի։ Օրինակ, եթե նա մեծ սար է հայտնագործել, թող այնտեղից մեծ քարեր բերի, բայց չէ որ դու էլ ես ճանապարհորդ։ Հեռվից ես եկել, պատմիր ինձ քո մոլորակի մասին։ Ես քեզ լսում եմ։ Դե իմ մոլորակի վրա այնքան էլ հետաքրքիր բաներ չկան։ Իմ մոլորակի վրա ամեն ինչ փոքր է։ 3 հրաբուխ կա, 2-ը գործում է, 1-ը վաղուց հանգել է։ Բայց դե ով գիտի, մեկ էլ տեսար։ Այո, ամեն ինչ կարող է պատահել։ Հետո ես մի ծաղիկ ունեմ։ Ծաղիկները մենք չենք նշում։ Ինչու։ Չէ որ իմ ծաղիկը ամենագեղեցիկ բանն է։ Որովհետև ծաղիկները անցողիկ են։ Ինչ է նշանակում անցողիկ։ Աշխարհագրության գրքերը աշխարհում ամենաթանկ գրքերն են, նրանք երբեք չեն հնանում, չէ որ քիչ են պատահում, որ սարը տեղից շարժվի, կամ ասենք օվկիանոսը ցամաքի, մենք գրում ենք հավերժական եւ անփոփոխ առարկաների մասին։ Իսկ ինչ է նշանակում անցողիկ։ Հանգել է հրաբուխը, թե գործում է։ Մեզ աշխարհագրագետներիս համար նշանակություն չունի, կարևորը սարն է, սարը չի փոփոխվում։ Բայց դուք չպատասխանեցիք իմ հարցին։ Ասացեք խնդրեմ, ինչ է նշանակում անցողիկ։ Այդ նշանակում է այն, ինչը շուտով պիտի անհետանա։ Իմ ծաղիկներն են շուտով անհետանալու։ Հասկանալի է։ Իմ ուրախությունն ու գեղեցկությունը հավիտենական չեն, եւ նա ոչինչ չունի պաշտպանվելու համար։ Նրա ունեցած չունեցածը 4 փուշ է, իսկ ես նրան լքեցի։ Ու նա մենակ մնաց իմ մոլորակի վրա։ Դուք ինչ խորհուրդ կտաք ինձ, ուր կարելի է գնալ։ Այցելի իր երկիր մոլորակ, նա բավականին լավ համբավ ունի։ Իմ ուրախությունը, իմ լքված ծաղիկ։
Այստեղ ոչ ոք չկա։ Կարող ես շփոթել եմ մոլորակը եւ ուրիշ տեղ եմ ընկել։ Բարև, Բարի երեկո։ այսինչ մոլորակ եմ ընկել։ Երկրագունդն է։ Դու Աֆրիկայում ես։ Իսկ երկրագնդի վրա մարդիկ չկա։ Սա անապատ է։ Անապատում ոչ ոք չի ապրում։ Բայց երկրագունդը մեծ է։ Կուզեի իմանալ, թե աստղերն ինչու են փայլում։ Այդ երևի նրա համար է, որ վաղ թե ուշ ամեն մարդ իր աստղը գտնի։ Նայիր, ահա իմ մոլորակը, ուղիղ իմ գլխի վրա է, բայց ինչքան հեռու է։ Գեղեցիկ մոլորակ է։ Իսկ դու ինչ պիտի անես այստեղ, երկրագնդի վրա։ Ես խռովել եմ իմ ծաղկից։ Այ թե ինչ։ Իսկ որտեղ են մարդիկ։ Անապատում այնուամենայնիվ մարդ մենակ է զգում իրեն։ Մարդկանց պես նույնպես մարդ իրեն մենակ է զգում։ Տարօրինակ արարած ես դու, մատիս հաստությունը հազիվ ունենաս։ Բայց իմ մեջ ավելի շատ հզորություն կա, քան նույնիսկ թագավորի մատի մեջ։ Միթե դու այնքան հզոր ես, դու նույնիսկ թաթեր չունես, դու նույնիսկ ճանապարհորդել չես կարող։ Քեզ ուզածդ նավից ավելի հեռուն կարող եմ տանել։ Ու որ դիպչեմ կվերադարձնեմ այն հողին, որից որ նա ծնվել է։ Բայց դու մաքուր ես, ամբասիդ, աստղերից ես իջել։ Ես քեզ խղճում եմ, դու այս գրանիտի նման չոր ու կոպիտ երկրի համար շատ ես թույլ։ Այն օրը, երբ դու դառնորեն զղջաս քո մոլորակը լքելու համար, ես կարող եմ օգնել։ Ես կարող եմ։ Ես քեզ շատ լավ հասկացա։ Դու ինչու ես միշտ հանելուկներով խոսում։ Ես լուծում եմ բոլոր հանելուկները։ Փոքրիկ իշխանը կտրեց անցավ ամբողջ ճանապարհը, բայց ոչ ոքի չհանդիպեց։ Ինչ տարօրինակ մոլորակ է, բոլորովին չոր է եւ աղի, ամբողջովին պատված է ասեղներով։ Երկար քայլեց փոքրիկ իշխանը ավազների, ժայռերի ու ձյան միջով, մինչև որ դուրս եկավ մի ճանապարհի։ Իսկ բոլոր ճանապարհները հայտնի է, տանում են մարդկանց մոտ։ Բարի օր։ Բարի օր, բարի օր, Բարի օր։ բարի օր, բարի օր։ Ովքեր եք դուք։ Մենք վարդերն ենք, Մենք վարդերն ենք։ մենք վարդերն ենք։ Մենք վարդերն ենք։ Ահա թե ինչ, ես ինչի դժբախտ եմ։ Ինձ թվում էր, թե մի եզակի ծաղիկ ունենալով անչափ հարուստ եմ։ Նա ասում էր, որ ամբողջ տիեզերքում նա միակն է։ Իսկ դա այդպես չէ։ Նա սովորական վարդ է։ Եվ ահա, խնդրեմ, մի այգում ճիշտ եւ ճիշտ նրա նման 5000 ծաղիկ կա։ Ես ունեցել եմ մի հասարակ վարդ եւ իմ ծնկներին հասնող 3 հրաբուխ, որոնցից մեկը հանգել է եւ գուցե ընդմիշտ։ Դրանից հետո ես էլ ինչ իշխան։
Բարև։ Բարև։ Ես այստեղ եմ, խնձորենու տակ։ Դու ով ես։ Ինչքան սիրուն ես։ Ես աղվեսն եմ։ Մի քիչ խաղա ինձ հետ։ Ես շատ տխուր եմ։ Ես քեզ հետ խաղալ չեմ կարող։ Ես ընտելացած չեմ։ Ախ, ների։ Իսկ ինչպես են ընտելացնում։ Դու տեղացի չես երևում։ Ինչ ես փնտրում այստեղ։ Մարդկանց եմ փնտրում։ Իսկ ինչպես են ընտելացնում։ Մարդիկ հրացան ունեն եւ որսի են դուրս գալիս։ Դա շատ անհարմար բան է։ Հետո նրանք հավ են պահում։ Նրանց լավն էլ միայն այդ է։ Դու հավ ես փնտրում։ Ոչ, ես բարեկամ եմ փնտրում։ Իսկ ինչպես են ընտելացնում։ Դա վաղուց մոռացված հասկացողություն է։ Դա նշանակում է կապվել մեկի հետ։ Կապվել։ Հենց բանն էլ այդ է։ Դու ինձ համար առայժմ մի փոքրիկ տղա ես, այնպես, ինչպես մյուս 100 հազարավոր տղաները։ Եվ դու ինձ պետք չես։ Ես էլ քեզ պետք չեմ։ Ես քեզ համար ընդամենը մի սովորական աղվես եմ, այնպես, ինչպես մյուս 100 հազարավոր աղվեսները։ Բայց եթե դու ինձ ընտելացնես, մենք անհրաժեշտ կդառնանք մեկս մյուսի համար։ Դու ինձ համար ամբողջ աշխարհում միակը կդառնաս։ Ես էլ քեզ համար ամբողջ աշխարհում կդառնամ միակը։ Ես սկսում եմ հասկանալ։ Մի վարդ կար, որը երևի ինձ ընտելացրել էր։ Շատ հավանական է։ Երկրի վրա ինչեր ասես, որ չեն լինում։ Դա երկրի վրա չէր։ Ուրիշ մոլորակի վրա։ Այո, Իսկ այդ մոլորակի վրա որսորդներ կան։ ոչ, Ինչ հետաքրքիր է։ Իսկ հավ կա։ ոչ, Աշխարհում կատարյալ ոչինչ չի լինում։ Իմ կյանքը ձանձրալի է անցնում։ Ես հավ եմ որսում, իսկ մարդիկ որսում են ինձ։ Բոլոր հավերը մեկ են, եւ մարդիկ էլ են մեկ։ Եվ իմ կյանքը ձանձրալի է։ Բայց եթե դու ինձ ընտելացնես, իմ կյանքը ոնց որ արևից կլուսավորվի։ Քո ոտնաձայները ես հազարավոր ոտնաձայներից կտարբերեմ։ Մարդկանց ոտնաձայները լսելով ես միշտ փախչում եմ եւ թաքնվում գետնի տակ, բայց քո քայլվածքը երգի պես ինձ կկանչի եւ ես դուրս կգամ իմ թաքստոցից եւ հետո նայր։ Տեսնում ես, այնտեղ, արտերի մեջ, հասնում է ցորենը։ Ես հաս չեմ ուտում, հասկերն ինձ պետք չեն։ Ցորենի արտերը ինձ ոչինչ չեն հիշեցնում եւ դա շատ տխուր բան է։ Բայց դու ոսկե մազեր ունես եւ ինչքան լավ կլինի, որ դու ինձ ընտելացնես։ Ոսկե ցորենը կհիշեցնի ինձ քո մասին եւ ես կսկսեմ սիրել քամուց օրորվող հասկերի շրշյունը։ Խնդրում եմ, ընտելացրու ինձ։ բայց ես այնքան քիչ ժամանակ ունեմ։ Ես դեռ բարեկամներ պիտի փնտրեմ։ Նրանցից դեռ ուրիշ շատ բաներ պիտի իմանամ։ Իմանալ կարելի է միայն այն բաները, որոնց հնարավոր է ընտելացնել։ Մարդիկ արդեն ժամանակ չունեն որևէ բան իմանալու համար։ Նրանք հիմա իրերն էլ պատրաստի են գնում խանութներում, բայց չէ որ չկան այնպիսի խանութներ, որտեղ հնարավոր լինի բարեկամներ վաճառել։ Եվ հենց դրա համար էլ մարդիկ այլևս բարեկամներ չունեն։ Եթե ուզում ես բարեկամ ունենալ, ընտելացրու ինձ։ Իսկ դրա համար ի՞նչ է պետք անել։ Հարկավոր է համբերություն ունենալ։ Նախ նստի այնտեղ, խոտի վրա։ Այ այդպես։ Ես քեզ վրա ծուռ կնայեմ, բայց դու սուս մնա։ Խոսքերը միայն խանգարում են իրար լավ հասկանալուն։ Նստիր այնտեղ, բայց օր-օրի վրա մի փոքր մոտեցի։ Հաջորդ օրը փոքրիկ իշխանը նորից եկավ նույն տեղը։ Ավելի լավ է միշտ ժամին արի։ Այ օրինակ, եթե դու գաս ժամը 4-ին, ես ժամը 3-ից արդեն ինձ երջանիկ կզգամ։ Եվ որքան ավելի մոտենաս նշանակված ժամը, այնքան ավելի երջանիկ կզգամ։ Ժամը 4-ին ես արդեն կսկսեմ հուզվել եւ անհանգստանալ։ Ես կսկսեմ զգալ երջանկության գինը։ Իսկ եթե դու ամեն անգամ տարբեր ժամի գաս,
Ես չեմ իմանա, թե որ ժամի համար նախապատրաստեմ իմ սիրտը, անհրաժեշտ է պահպանել ծիսակատարությունը։ Իսկ ինչ բան է ծիսակատարությունը։ Դա էլ վաղուց մոռացված բան է։ Դա մի բան է, որի շնորհիվ մի օր այլևս նման չի լինում մյուս օրերին, ժամը մյուս ժամերին։ Այ, օրինակ, իմ որսորդները այսպիսի ծիսակատարություն ունեն։ Հինգշաբթի օրերը նրանք պարում են գյուղի աղջիկների հետ, եւ ինչ հիանալի օր է հինգշաբթին։ Ես բուսանքի եմ գնում եւ հասնում մինչեւ խաղողի այգիները։ Իսկ եթե որսորդները պարեին, երբ խելքները փչեր, բոլոր օրերը միանման կլինեին, եւ ես երբեք չէի հանգստանա։ Այսպես փոքրիկ իշխանը աղվեսին ընտելացրեց եւ ահա հասավ հրաժեշտի ժամը։ Ես լաց կլինեմ քեզ համար։ Դու ես մեղավոր։ Ես չէի ուզում, որ քեզ համար դժվար լինի։ Ինքդ խնդրեցիր, որ քեզ ընտելացնեմ։ Այո, իհարկե։ Բայց դու լաց կլինես։ Այո, իհարկե։ Նշանակում է, որ դու վատ ես զգում քեզ։ Ոչ, ես ինձ լավ եմ զգում։ Հիշիր, թե քեզ ինչ էի ասում ոսկե հասկերի մասին։ Գնա, մի անգամ էլ նայիր վարդերին։ Դու կհասկանաս, որ քո վարդը աշխարհում միակն է։ Իսկ երբ վերադառնաս ինձ հրաժեշտ տալու, ես քեզ մի գաղտնիք կասեմ։ Դա կլինի իմ նվերը քեզ։ What the world needs now is love, sweet love. It's the only thing that there's just too little of. What the world needs now is love, sweet love. No, not just for some, but for everyone. Lord, we don't need another meadow. There are cornfields and wheat fields enough to grow. There are sunbeams and moonbeams enough to shine. Oh, listen, Lord, if you wanna know what the world needs now is love, sweet love. It's the only thing that there's just too little of. What the world needs now is love, sweet love. No, not just for some, but for everyone. Դուք բոլորովին նման չեք իմ վարդին։ Դուք դեռ ոչինչ եք։ Ոչ ոք ձեզ չի ընտելացրել եւ ոչ ոքի չեք ընտելացրել։ Առաջ իմ վաղվեսն էլ էր ձեզ նման։ Նա ոչնչով չէր տարբերվում մյուս 100 հազարավոր աղվեսներից։ Բայց ես նրա հետ բարեկամացա եւ նա իմ միակն է ամբողջ աշխարհում։ Չէ ասում, մենք չենք հասկանում։ Չենք հասկանում։ Չենք հասկանում։ Դուք գեղեցիկ եք, բայց դատարկ։ Ձեզ համար ոչ ոք չի ուզենա մեռնել։ Իհարկե, պատահական անցորդ նայելով իմ վարդին, կասի, որ նա ճիշտ եւ ճիշտ ձեզ նման է։ Բայց ինձ համար մենակ նա է ավելի թանկ, քան դուք բոլորդ։ Չէ՞ որ նրան եւ ոչ թե ձեզ էի ես ամեն օր ջրում։ Նրան եւ ոչ թե ձեզ էի ամեն օր ապակիով ծածկում։ Քամուց պաշտպանելու համար նրան էի շիրմայով առանձնացնում։ Նրա համար ես սպանեցի թրթուրներին։ Միայն 2-3 հատ թողեցի, որ թիթեռներ դուրս գան։ Ես լսում էի, թե ինչպես է նա տրտնջում եւ ինչպես է պարծենում։ Ես լսում էի նրան նույնիսկ այն ժամանակ,
երբ նա լռում էր։ Նա իմն էր։ Մնաս բարով։ Գնաս բարով, ահա իմ գաղտնիքը, որը շատ հասարակ է, միայն սիրտն է սրատես, ամենագլխավորը աչքով չես տեսնի։ Ամենագլխավորը աչքով չես տեսնի։ Ամենագլխավորը աչքով չես տեսնի։ Քո վարձը քեզ համար այդքան թանկ է, որովհետև դու նրան տվել ես քո ամբողջ հոգին։ Որովհետև ես նրան տվել եմ իմ ամբողջ հոգին։ Որովհետև ես նրան տվել եմ իմ ամբողջ հոգին։ Մարդիկ մոռացել են այս ճշմարտությունը, բայց դու մի մոռացիր, որ հավիտյան պատասխանատու ես նրա համար ու մտելացրել ես։ Դու պատասխանատու ես քո վարդի համար։ Պատասխանատու եմ նրա համար ու մտելացրել եմ։ Ես իմ վարդի համար պատասխանատու եմ։ Պատասխանատու եմ։ Պատասխանատու։ Այն նորից, ինչ ես վթարի է ենթարկվել, անցել էր ուղիղ 1 շաբաթ, եւ ես խմեցի իմ վերջին կում ջուրը։ Գիտես, այս մոլորակը շատ տարօրինակ է։ Բոլորովին չոր է եւ աղի։ Ամբողջովին պատված է ասեղներով։ Մարդիկ էլ երևակայություն չունեն։ Ճանապարհին հանդիպեցի սլաքավարին, նա աղավորներին էր տեսակավորում։ Նստեցնում էր նրանց գնացքները եւ այն մարդկանց տանում էր մերթ աջ, մերթ ձախ։ Եվ բարձ չէ, թե ուր են նրանք այդպես շտապում։ Նրանք քնած են վագոններում կամ պարզապես նստած հոլանջում են։ Միայն երեխաներն են, քթները պատոհանին սեղմած, նայում դուրս, եւ միայն երեխաները գիտեն, թե ինչ են փնտրում։ Բոլոր մեծահասակները սկզբում երեխա են եղել, բայց քչերն են հիշում դա։ Այ, հետո հանդիպեցի վաճառականին, նա ծարավը հագեցնող խաբեր է վաճառում։ Մասնագետների հաշվարկով կարելի է շաբաթական 53 րոպե խնայել։ Եթե ես ազատ 53 րոպե ունենամ, գիտես ինչ կանեի, ես պարզապես կգնամ աղբյուրի մոտ։ Փոքրիկ, այն ինչ դու պատմում ես, շատ հետաքրքիր է, բայց ես դեռ չեմ նորոգել իմ օդանավը եւ ոչ մի կաթիլ ջուր չունեմ։ Եվ ես, Աղվեսը, որի հետ ես ընկերացա, սիրելիս, ես հիմա քո աղվեսի մասին լսելու ժամանակ չունեմ, ինչու։ որովհետեւ ստիպված պիտի ծառավից մեռնեմ։ Նույնիսկ եթե պետք է մեռնել, լավ է, որ ընկեր ունես։ Եվ ես շատ ուրախ եմ, որ ընկերացել եմ աղվեսի հետ։ Քո մոլորակի վրա մարդիկ մի պարտեզում 5000 վարդ են աճեցնում եւ չեն գտնում այն, ինչ փնտրում են, Չեն գտնում։ բայց չէ որ այն, ինչ փնտրում են, կարելի է գտնել 1 վարդի մեջ, ջրի 1 կումի մեջ, Այո, իհարկե։ բայց աչքերը կույր են, պետք է փնտրել սրտով։ Ես ծարավ եմ, գնանք ջրհոր փնտրենք։ Գնանք։ Ուրեմն դու էլ գիտես, թե ինչ բան է ծառավը։ Ջուրը սրտին էլ է պետք։ Աստղերը շատ սիրուն են, իսկ գիտես ինչու, որովհետև այնտեղ ինչ որտեղ ծաղիկ կա, չնայած չի երևում, Այո, իհարկե, անապատն էլ է գեղեցիկ, դա ճիշտ է։ Ինձ միշտ էլ դուր է եկել անապատը։ Ոչինչ չի երևում, ոչինչ չի լսվում, բայց լռությունն ասես շողարցակում է։ գիտես ինչու է անապատը այդքան սիրուն, ինչ որտեղ նրա խորքում աղբյուրներ կան թաքնված։ Ինչ տարօրինակ է, այստեղ ամեն ինչ կա, եւ չարխ, եւ դուլ, եւ պարան։
կոչվեն ջրերին, ու նա երգեց. Դու պետք է խոսքի տերը լինես։ Ինչ խոսքի։ Հիշում ես, դու խոստացար դնչկալ գառնուկիս համար նկարել, չէ՞ որ ես իմ ծաղկի համար պատասխանատու եմ։ Գիտես, վաղը կլրանա 1 տարին, այն օրից, երբ ես հայտնվեցի ձեզ մոտ երկրի վրա, այստեղին շատ մոտ էի ընկել։ Քո գնալու ժամն է, վաղը կխոսենք։ Դե այո, 1 տարի առաջ էր, ճիշտ այսօր է, բայց ուրիշ տեղում, այսօր գիշերը, ես կգամ այնտեղ, դու իմ ոտնահետքերն ավազի վրա կգտնես։ Ես շատ ուրախ եմ, որ դու գտար մեքենայի վթարի պատճառը։ Դու այդ որտեղից գիտես։ Ես էլ այսօր կվերադառնամ տուն, իմը շատ ավելի հեռու է և ավելի դժվար։ Իմ մոտ կմնա քո գառնուկը և գառնուկի համար արկղիկը և դնչկալը։ Այսօր երեկոյան ավելի սարսափելի կլինի։ Այսօր գիշերը կլրանա 1 տարին։ Իմ աստղը կկանգնի իսկ և իսկ այն տեղի վրա, որտեղ որ ես ընկամ։ Հիշիր, ամենագլխավորն այն է, ինչն աչքերով չես տեսնի։ Այո, իհարկե։ Դա նույնն է, ինչ ծաղկի դեպքում, երբ սիրում ես մի ծաղկի, որը աճում է ինչ-որ հեռավոր մի աստղի վրա, լավ է, երբ գիշերը նայում ես երկնքին, բոլոր աստղերը մի տեսակ ծաղկում են։ Այո, իհարկե։ Դա նույնն է, ինչ ջուրը, երբ դու տվեցիր, որ խմեմ։ Այն ջուրն ասես երաժշտություն լիներ։ Հիշում ես, շատ լավ ջուր էր։ Ես քեզ մի բան ունեմ նվիրելու։ Ախ, ճուտիկ, ինչքան եմ սիրում քո ծիծաղը։ Հենց դա էլ իմ նվերն է։ Դա կլինի այնպես, ինչպես ջրի դեպքում։ Ամեն մարդ իր աստղն ունի։ Պանդուխտներին նրանք ճանապարհ են ցույց տալիս։ Ոմանց համար դրանք պարզապես փոքրիկ կրակներ են։ Գիտնականների համար աստղերը խնդիրներ են, որոնք պետք է լուծվեն։ Գործարարների համար ոսկի են, բայց այդ բոլոր մարդկանց համար աստղերը համր են։ Իսկ դու միանգամայն առանձնահատուկ աստղեր կունենաս։ Ինչպես։ Դու գիշերը կնայես երկնքին, չէ՞ որ այնտեղ իմ աստղը կլինի, որի վրա ես եմ ապրում, որի վրա ես ծիծաղում եմ, և դու կլսես, որ բոլոր աստղերը ծիծաղում են։ Դու ծիծաղող աստղեր կունենաս։ Մեկ-մեկ էլ ինձ հետ կծիծաղալու ցանկություն կունենաս։ Քո ընկերները կզարմանան, որ դու երկնքին նայելով ծիծաղում ես, իսկ դու նրանց կասես. Այո, ես աստղերին նայելիս միշտ ծիծաղում եմ։ Նրանք կմտածեն, թե խելքը թռցրել ես, այ թե ինչ չար խաղ կխաղամ ես քո գլխին։ Կթվա, աստղերի փոխարեն ես քեզ ծիծաղող զանգակների մի ամբողջ կույտ եմ նվիրելու։ Գիտես, այս գիշեր ավելի լավ է չգաս։ Ես քեզ մենակ չեմ թողնի։ Ահա և եկանք, թույլ տուր, մի քայլ էլ անեմ մենակ։ Գիտես, իմ վարդը, ես պատասխանատու եմ նրա համար, իսկ նա այնքան թույլ է և այնքան միամիտ, ընդամենը 4 խղճուկ հույս ունի, ուրիշ ոչինչ չունի աշխարհից պաշտպանվելու համար։
եւ վերջ։ Նայեցեք երկնքին եւ ինքներդ ձեզ հարց տվեք. դեռ ապրում է վարդը, թե չկա, հանկարծ ու գառնուկը կերել է այն։ Ու կտեսնեք, որ ամեն ինչ ուրիշ կերպ կդառնա։ Եվ երբեք ոչ մի մեծահասակ չի հասկանա, թե որքան կարևոր է դա։ Եվ եթե ձեզ մոտենա ոսկե գանգուր մի փոքրիկ տղա եւ ձեր հարցերին չպատասխանի, դուք կճանաչեք նրան։ Այդ ժամանակ շատ եմ խնդրում ձեզ, հարատեք իմ վիշտը եւ գրեք ինձ, որ նա վերադարձել է։ What the world needs now is love, sweet love. It's the only thing that there's just too little of. What the world needs now is love, sweet love. No, not just for some, but for everyone. Lord, we don't need another meadow. There are cornfields and wheat fields enough to grow. There are sunbeams and moonbeams enough to shine. Oh, listen, Lord, if you want